Կարևորը նա է, որ մեր ազգը կրկին ցույց տվեց, որ կարող է միաբանվել եւ մեր թշնամուն հակառակ հարված տա։ Եվ դարերից եկած այն պատմությունները, եթե վերհիշենք, մեր երկիրը միշտ պատերազմի թատերաբեմում են եղել, իհարկե Տիգրամեծից հետո, բայց փառք ու պատիվ այն տղաներին, որ կամովի գնում են եւ հոգով այն հոգին, որ իրենց մեջ է փոխանցում են մեր երիտասարդ սերունդներին, մեր թոռերին, կամ մեր երեխաներին եւ հավասար կողքի կանգնած կարողանում են պաշտպանել մեր երկրի անդորը։ Իսկ եթե նորից փորձի, մեր ազգը, մեր զինվորները նորից ցույց կտան, թե իրանք ինչի են ընդունակ։ Թեկուզ անձ են, ճիշտ է, ասեկոսներից հավատալով կամ չհավատալով ասում են, որ մենք լավ չենք զինված։ Մեր կամքն է զենք, մեր արիությունն է զենք, մեր հպարտությունն է զենք, որ դարերից եկող այդ ազերիներին, այդ 90 տարվա պետական պետություն ունեցող ոչրագործներին այսօր պետություն ենք համարում իրանց արսենալով, հարստությունով, բայց դա գնահատական չի։ Ես կուզենայի իմանալ, դուք կիսում եք այս տեսակետը, որ մենք պատերազմը հաղթեցինք, բայց մենք խաղաղությունը պարտվեցինք։ Թող արտաքին գործերի նախարարությունը զբաղվի խաղաղությամբ, քանի որ նրանք շատ пассив են, կամ վախենում են, կամ էլ նրանք համեստություն են անում։ Մեր գրողներից մեկն ասել է, մինչև չոքեցինք, աղոթ արեցինք, կողքի հացը փախցրին։ Այսօր մենք աղոթքի ժամանակ մենք աստվածապար ժողովուրդ ենք, բայց աղոթելու ժամանակ չի։ Մեր հույսը մեր վրան պետքա դնենք։ Հույսը Եվ ոչ թե Ռուսաստանի, ոչ, դրանք բոլորը ռուսների հետ մենք համագործակցել ենք, ամեն մի պատմություն հիշելով մենք գիտենք, որ տարածքներ են կորցրել ռուսի քմահաճույքների եւ իրենց ազնական շահերի համար։ Ուստի մեր հույսը մենք մենակ մեր վրան պետքա դնենք։ Մենք գիտուն մարդիկ էլ ունենք, ակադեմիկներ էլ, ֆիզիկոսներն էլ, թող նրանք միաբանվեն, զենք արտադրենք։ Եկեղեցի սարքելը ժամանակի ընթացքում թող մոռանանք, չմեծաբանվենք անհատները։ Դուք ծանոթ եք զենք արտադրելու վերաբերյալ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարությանը, որ նա ըստ էության ասում է, մենք չենք կարող զենք արտադրել։ Որովհետև մեծ տերությունները մեզ թույլ չեն տալիս մենք զենք արտադրենք, բայց ինչի համար չարտադրենք կամ արտադրենք մի հատ ելույթ ունենանք, գաղտնի ունենանք մեր ազգը պաշտպանելու համար, ոչ մեկի վրան հույս պետք չի դնել։ Այդ զենքը մենք ունենանք, Իսրայելի օրինակը վերցնենք, իրանք փոքր երկիր էին, բայց ինչ արեցին, հասել են այսօր այն բանին, որ իրանք կարող են հավասար են գերտերությունների հետ խոսքի նստեն, իսկ մերոնք գնում են նստում են այնտեղ չգիտեմ ինչ։ Ես նայում եմ քիչ մնաց այն Խաչատուր Աբովյանի նման ասեմ, շատ անգամ ուզում եմ մազերս փոկել տելևիզորի մոտ, հեռուստացույցի մոտ նստած։ Բայց սա ինչ է նշանակում։ Իրականությունը քո ուժն է, ուժը ցույց տվիր քեզ կճանաչեն։ Դուք կարծում եք իշխանությունը դասեր քաղեց այս պատերազմից։ Կարծում եմ այո։ Բայց բավարար են այդ գործողությունները ձեզ, թե պետք է Ես քաղաքական գործերով չեմ զբաղվում, բայց գտնում եմ, որ հերիք է, որ նվնվոցները կտրեն եւ անցնեն ազգի փրկության լուծումները գտնելու։